Ողջույն, մենք քաղցած ենք եւ այսօր մեզ համար համաձայնել է պատրաստել լրատվական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հաղորդումը։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ հյուրընկալել, կարելի է։ Համեցեք, իհարկե։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի, դուք ինչպես եք։ Գնանք միանգամից դեպի խոհանոց։ Ինչ հետարքիր տուն է։ Լավ, տան մասին կխոսենք մեր մյուս հաղորդման շրջանակներում, երբ որ մի օր անսպասելի կայցելենք ձեզ։ Ինչպե՞ս եք, ո՞նց է ձեր տրամադրությունը։ Շատ լավ, բարձր։ Երբ տեսնում եմ, միանգամից քաղաքական հարցեր է առաջանում մոտս, ուզում եմ բոլոր հարցերին հստակ պատասխաններ տա, չգիտեմ որ միանգամից։ Այո, միանգամից եւ հուսադրող պատասխաններ տա։ Դե պիտի հարցնեն չի երևի։ Հուսադրող պատասխանները տվյալ դեպքում կախված են քաղաքական գործընթացները առաջ մղող սուբյեկտներից։ Ռուսաստանը երբ է տապալվելու։ Ես փաստորեն հասկացա, որ ձեզ արևմուտքն է ֆինանսավորում։ Չէ, այդպեսի բան չկա։ Հաջորդ հարցը լինելու է իսկ Միացյալ Նահանգները երբ են Դուք Արմագեդոնի հանգիստ թողելու փոքր պետություններին։ Չէ, կարծում եմ որ պետությունն է։ Այնպես ինչպես բոլոր ժամանակներում աշխարհը պետք է կառավարի նվազագույն երկու կենտրոն, այնպես որ մենք Չէ, ես կարծում եմ որ դու էլ համաձայն ես ինձ հետ, երբ որ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները կամ Եվրոպան հանգիստ թողի այն փոքրիկ պետություններին, ինչպիսին մերն է, մենք կբարգավաճենք եւ կծաղկենք։ Ես կարծում եմ, որ եթե մենք ավելի լուրջ տրամադրված լինենք ինքներս մեր նկատմամբ, ավելի դրական արդյունքների կհասնենք այդ առումով։ Իմիջիայլոց տանը ձեզ մոտ այսպիսի հարցեր քննարկվում են, թե զուտ ընտանեկան հարցեր են քննարկվում։ Ավելի հաճախ հենց այդ հարցերն։ Քաղաքական հարցեր քննարկվում են, հա։ Այո։ Եվ համամիտ եք դուք նույն կերպ եք մտածում, թե տարբերվում են ձեր աշխարհայացքները եւ հայացքները ընդհանրապես համաշխարհային քաղաքականության վերաբերյալ եւ մեր Հայաստանի Կինս մասնագիտությամբ լրագրողը ինքը ավելի լրագրողաբար է մոտենում այդ խնդրին, քան ես, այդտեղ էլ բախումը առաջ։ Որովհետև լրագրողներին թելադրում են, թե ինչպես մոտենալ հարցին եւ ասում են, թե ինչպես ներկայացնել այն ամենը, իրականությունից հեռու ներկայացնել։ Ինքը իր կյանքում ընդհանրապես չի եղել այնպեսին, որ իրեն թելադրեն ինչ ուղղությամբ տանի իհարկե, բայց այստեղ ամուսնու մասնագիտական դերակատարումը կա։ Հետաքրքիր է որտեղ ծանոթացաք։ Ես գիտեմ, Աբրամ դու Սիրիայից եկել ես տարիներ առաջ, հաստատվել Հայաստանում, պատերազմը կապ չուներ, դա մինչև պատերազմն էր։ 99 թվական սեպտեմբերի 7 առավոտյան ժամը 6 Զվարթնոց օդանավակայան։ Նա որ հիշողությունս փորձեմ փոշին մաքրել։ Հալեպում լավ չէր։ Օրինակ հիմա ով Հալեպից կա Երևանում, շատ ընկերներ հիմա ունեմ, բոլորը բողոքում են Երևանից ու ասում են բա մեր Հալեպը, բա մեր։ Ինչ լավն էր, ինչ լավ պատերազմ էր։ Չէ, մինչև պատերազմական ժամանակաշրջանի մասին են խոսում, թե ինչքան լավ էին իրենց զգում։ Լավը շատ հարաբերական է եւ լավ, քո պատմությունը կարճ է, թե կարելի է, կարծում շատերին կհետաքրքրի։ Ես ինչպես տեղափոխվեցի Հալեպից։ Ինչու նախ։ Ինչու։ Ես Հալեպում ընդամենը իմ եսը հավաքական մենքի հետ Քո պապը ապրել է Հալեպում, քո հայրը ապրել է Հալեպում։ Ոչ, իմ պապը ծնվել է Արաբ Փունարում, հենց այն վայրում, որը վերջին 2-3 տարիներին Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի եւ իսլամիստների միջև բախման գլխավոր գիզակետներ հանդիսանում Քոբանին։ Քեսաբի մոտ է, հա։ Չէ։ Դա Թուրքիայի հետ սահմանի վրա է, անմիջականորեն։ Հայրս էլ է այդտեղ ծնվել, բայց իրենք տեղափոխվել են Հալեպ, բնականաբար։ Իմ պապը եղել է հենց այդ Քոբանիում առաջին հայկական եկեղեցու եւ հայկական դպրոցի շինարարներից մեկը։ Եղել է հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտական կազմակերպության ղեկավարներից եւ պատիվ ունեցել 50 թվականին այդ թվականին էլ տեղափոխվել է ինքը Հալեպ, երբ որ գեներալ Դրոն
ժամանում է Հալեբ եւ Հալեբի քաղաքապետարանի մարզադաշտում պատվի ունենում իր ձեռքը համբուրելու։ Այդ թվականից ինքը տեղափոխվում է Հալեբ։ Հայրս ապրում եւ ստեղծագործում է Հալեբում, ես էլ ծնվում եմ Հալեբում։ Փոքր հասակից գիտակցությունս շուտ է արտանում աստվածային նախախնամությամբ գուցե եւ ես որոշում եմ, որ պիտի մեծանամ ու ապրեմ իմ հայրենիքում Հայաստանում եւ ես այդտեղ անելիք չունեմ։ Այդպես էլ իսկ ինչ առաքելություն ունես հայրենիքում։ Այն ժամանակ ինչ էիր մտածում, պիտի գնամ ինչ անեմ։ Պիտի գնամ սովորեմ, պիտի դառնամ քաղաքագետ, պաշտպանեմ տեխնացիական, նվազագույն դառնամ դոցենտ։ Ամուսնանամ Արփիի հետ։ Եվ բնականաբար ամուսնանամ իմ։ Դա միջանկյալ հարց էր։ Չէ, ես կասեի, չէ։ Մոռացել եք դրա մասին, Արփի ոչ ոք։ Պլաններում նման բան չէր կարող լինել, որովհետեւ։ Բայց իր հայտնվելուց հետո բնականաբար կյանքի պլանները փոխվեցին, բայց առաքելությունը նախնական ինչ որ տրված էր։ Կարիերաներ։ Բնականաբար եւ դա կերտեցի եւ շարունակում եմ կերտել։ Իսկ ինչու ամուսնացար հենց Արփիի հետ։ Չէ՞ որ այդքան Արփիներ կային։ Այո։ Շատ անձնական հարց է։ Բարդ հարց է, կարող ես չպատասխանեմ, էլի։ Չէ, ոչ թե որ բարդ է։ Շատ նեղանձնական տիրույթ եք մտնում, ինչը թույլ չեմ տա։ Բայց ինչու, ընդհանուր առմամբ դու կարող ես հիմա ոչ ուղակի սիրո բացատրություն մեր հաղորդման շրջանակներում հնչեցնել։ Թատրոնը ավելի պրոֆեսիոնալների համար է այս հարցում, այնպես որ ասպարեզը թողնում են ձեզ։ Մինչև հաջորդ հարցին անցնելը ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ այս հաղորդումը եթեր գնալուց 1 շաբաթ անց կարող են դիտել Չէին սպասում ԿՏՄ կայքում եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Լավ, ծանոթացաք, ամուսնացաք, ես կարծում եմ նույն դաշտում եք, այսինքն հենց ուսանող տարիների ընթացքում շփվել եք, ծանոթացել եք, հիմա զավակ ունեք եւ երջանիկ եք։ Մենք երջանիկ ենք, այո, իհարկե։ Ինչ բարդ ես պատասխանում Աբրահամ հարցերին։ Չէ, որովհետև երջանկությունը շատ սուբյեկտիվ ընկալում պահանջող տիրույթ է դաշտ է։ Ես երջանիկ եմ, այո, իմ ընտանիքով առաջինը, ուրիշ ոչ մի բանով։ Ինչ է տարիքերը, գրքի հեղինակ, գրքերի հեղինակ, թե գրքի հեղինակ։ Դե եթե այդ առաջին կարելի գիրք համարել գրքերի։ Դու համարում ես այնուամենայնիվ քո ամենամեծ ձեռքբերումը քո ընտանիքը։ Միանշանակ։ Որտեղ դու կարողանում ես պատրաստել, թե քեզ համար պատրաստում են։ Հաց։ Այո։ Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է, նա ունի մի սիրտ ոսկուցել թանկ, նա նաև ունի ձեռքեր ոսկուցել թանկ, այնպես որ սա տողերն են, ինչ բանաստեղծական։ Մեջբերում են։ Այսինքն պատրաստելու այսօր մեզ համար Արփին։ Ես կարծում եմ, որ դու ինչ որ սիրիական հետաքրքիր խոհանոցից ինչ որ սիրիական չէ, բայց արևմտահայ խոհանոցից մի հետաքրքիր բան կպատրաստեմ, շատ եմ սիրում դա, կինս էլ է պատրաստում բնականաբար, ինձ կօգնի այս հարցում, թե ես իրեն կօգնեմ, չգիտեմ։ Միասին կպատրաստենք։ Ես առիթ ունեցել եմ սիրիայում։ Ռեցեպտը Բաղադրատ Տոմսը իմ մորն է, իմ մայրն է շատ համեղ սարքում։ Իդեպ նրանք այսօր բնակվում են Հայաստանում ծնողները, թե դեռ շարունակում են Սիրիայում ապրել։ Նրանք 2007 թվականից մշտական բնակություն են հաստատել։ Մինչև պատերազմը հաստատել։ Մինչև պատերազմը, իհարկե։ Պարզ է։ Ես առիթ ունեցել եմ Սիրիայում լինել եւ զարմացած եմ իսկապես նրանց խոհանոցով, շատ բազմազան է եւ շատ համեղ։ Քո գնահատականը հայկական խոհանոցի եւ սիրիական խոհանոցի վերաբերյալ մտերմիկ շրջանակները երբ որ հարցնում են, ասում են ինչ տվեց քեզ Սիրիան, ասում եմ 3 գլխավոր բան՝ հզոր երաժշտություն, գրականություն, լեզուն, բնականաբար եւ այլոց ես ապշած էի նրանց գիշերային ակումբներից։ Շատ հետաքրքիր ակումբներ ունեն եւ շատ են սիրում այսպես քեֆ անել եւ լիցքաթափվել այդ ակումբներում։ Թե կանայք, թե տղամարդիկ, ավելի շատ կանայք։ Բայց դրանք դասական ընկալմամբ գիշերային ակումբներ չեն։ Չէ, դրա մասին չէ խոսքը, այո, ես ակումբներ, երևի գիշերային սխալ ասեցի։ Ինչ են ասում, ճաշարան, պարասրահ նման ձևակերպումներ են։ Սեղանների վրա այնպես էին ապրում, ես ապշած էի։ Կանայք, որոնք բավականին լուրջ կազմվածք ունեն եւ սեղանի վրա վտանգավոր էր բաց։ Այո, հասկանում եք ինչի մասն եմ խոսում։ Հասկացա ես ձեզ։
Բայց Ինչ ենք այսօր պատրաստում եւս մեկ անգամ հասկանանք եւ գնանք գնումների։ մեր արևմտահայ խոհանոցից թավա ենք պատրաստելու։ Ահա, թավա է պետք թավա պատրաստելու համար։ Թավա ունենք, մնում է բաղադրա տարրերը ձեռք բերենք։ Մենք գնումների պետք է գնանք միասին։ Անպայման։ Ես առաջարկում եմ գնալ Նորձով սուպերմարկետ, գնումներ կատարել, վերադառնալ եւ փորձենք պատրաստել ինչ որ պլանավորել եք։ Համաձայն եք։ Անցավ միաձայն։ Ես կսպասեմ այստեղ։ Ինչու։ Ձեր իրավունքն է։ Գնացինք։ Օգտվեմ այդ իրավունքից։ Գնացինք։ Բայց ինչի չպատասխանեցիր այդ հարցից։ Ներ անձնականը ո՞րն էր դա։ Լավ է։ Նորմալ հարց է։ Տնենք ալամ աշխարհի առաջ։ Հա, այսինքն այնքան շատ էին Իմ կինը հետո ինքը չի սիրում եւ ես սկսել եմ հարգել դա։ Առաջ չէի հետևում։ Չի սիրում երբ որ ձեր անձնականը բացում է։ Ոչ թե անձնականի խնդիր, այլ սենց ասեմ ներդաշտ է, էլի։ Ներդաշտ է, ինքը վատ ազգում դրանից, ես էլ սկսել եմ հարգել դա։ Ու պարզապես չխոսել դրանից։ Բայց մտերմիկ շրջանակներում է բան չեք անում, այս սենց եղավ, նենց եղավ եւ այլն էս կողմը։ Ասում ենք, վերջի անգամ որ մի հաղորդումներ, հա։ Լավ, կարևոր չի։ Մեր մեջ ասածը ստիպեցին խոսալ, ասենք, լավ կխոսանք դրանից հետո էլ։ Դա մեր մեջ ասածը կան է Խոդիկյանը հա ստիպում է, չէ՞։ Նես չի որ ես շուտ համոզվողն եմ, բայց Արևիկը չէ այդքան, բայց Կարեն Խոդիկյանը շուտ ստիպում։ Ստրոգիկինը։ Նայում ես մագլցորթի։ Այո, հետևում եմ։ Ձեր տնից է իջնում։ Այո։ Չէ, ինչ որ բանով է զբաղված, ներկում է թե մաքրում է շենքը։ Երեսապատման այդ արանքներն է գցնում, շովերը հայերեն ասած, որպեսի ձյան եւ անձրևի հարվածներին դիմանա շենքը։ Ինչալես չգիտեի, որ այստեղ նորակառույց շենքեր կան։ Այո։ Մտքովս էլ չէր անցնում։ Մեր շենքն էլ է նորակառույց, դեռ ընթացքի մեջ է, շինարարությունը կողքի եւս երկու շենք է բարձրանում։ Շենքերի հիմնականում նորակառույցները նախատեսված են նոր հայրենադարձների համար։ Օ, զեղչեր են նրանց համար արվում, Այո, սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք ներգաղթած կամ վերադարձած հայրենակիցներ։ Ինչալուց ես այնքան ուրախ եմ, որ մեր Հայաստանում ընդհանրապես այդ գույնը հայտնվեց, իր հայրերի գույնը։ Նրանք փոխեցին շատ բան։ Գնացինք դեպի խանութ, որն է քո մեքենան։ Սա։ Գնացինք, համեցեք։ շատ համեստ մեքենա է։ Շատ։ Ինձ նման։ Քեզ նման չէ ոչ։ Դու համեստ ես։ Գնացինք։ Ապրամ մեր հաղորդման այս հատվածում ես միշտ գրեթե բոլորին հարցնում եմ հետևյալը. ինչը կփոխեիք մեր երկրում, մեր քաղաքում։ Մեր երկրում բոլոր խնդիրները ստիս գալիս են մեր կրթական համակարգից։ Ես կրթական համակարգը Առաջինը փոխենք կրթական համակարգը, հետո պարտադիր երբ կրթական համակարգը փոխում ես, ազգայնացնում ես, ազգային հիմքերի վրա ես դնում, մնացած բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները իրենց լուծումները կգտնեն, ես համոզված եմ։ Խոսքը մանկապարտեզից, դպրոցից սկսած, չէ՞ Անպայման։ կարծում։ Դու դպրոց հաճախել ես իդեպ Սիրիայում։ Այո, Եվ շատ էր տարբերվում Սիրիայի դպրոցը հայկական դպրոցից։ Չնայած չգիտեմ որքանով գիտես հայկական դպրոցը։ լավ գիտեմ հայկական դպրոցը, այնպես չէ, որ ես ուրիշ դպրոց եմ հաճախել, ես իմ նախակրթարանն ավարտել եմ, հաճախել եւ ավարտել եմ ազգային հայկազյան վարժարանը։ Երկրորդականը միջնակարգը Կարեն Եփե ազգային ջեմարանը։ Հենց այն հայտնի դանիացի միսիոներուհու անունով է եղել իմ ջեմարանը, որը շուրջ 3 տասնամյակ իր երիտասարդ տարիքից մինչև խորը ծերություն այդ դանիացի միսիոներուհին նվիրեց իմ ազգին, հայ որբահավաքով զբաղվեց եւ իմ դպրոցը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ եղել է որբանոց նախկինում։ Իմ սերնդի համար
մի քանի մեծ սերունդների համար Եթե մեկ բառով պատասխանես, որովհետև մենք այս հատվածում շատ ժամանակ չունենք, հետո կանրադառնանք ավելի լուրջ, ճիշտ, ավելի լավ կրթություն սիրիական դպրոցներ տալիս, թե հայկական, դա էի ուզում հարցնել։ Սիրիահայ դպրոցը տալիս էր, որովհետև առաջին հերթին գիտակրթական առաքելությունից բացի դիսցիպլինար լուրջ համակարգի վրա էր հենված։ Խիստ կարգապահ էր։ Եվ այդ դիսցիպլինան է, որ մեզ այստեղ բացակայում է։ Վերջ, հասկանալի է, շնորհակալություն։ Պատրաստ ենք։ Մենք գտնվում ենք Խաչատրյան փողոցի վրա գտնվող Նորզով սուպերմարկետի դիմաց եւ գնանք գնումների։ Գնանք։ Միջայլոց ցուցակ ունես, թե հիշում ես ամեն ինչ։ Հիշում եմ։ Արփին կարծեմ նաև խնդրեց տան համար էլ ինչ-որ գնումներ կատարել, Այո։ Դե սկսեցինք։ Պետք է սայլակ վերցնել նախ։ Զամբյուղը չի բավականացնի մեզ։ Կարծում եմ փոքր կլինի, լավ։ Ոչ, փորձենք։ Ես կարող եմ երկրորդն է վերցնեմ։ Եթե կարելի է։ Կվերցնեմ։ Լավ։ Եվ ինչից ենք սկսում։ Սկսում ենք լոլիկից։ Ես առաջարկում եմ ուղղակի խնդրել այստեղի գեղեցիկ աղջիկներին, որպեսզի նրանք օգնեն քեզ, ուղղակի նրանց ասա, թե դու ինքդ քո ձեռքով պիտի Ես իմ ձեռքով կվերցնեմ, խնդիր չկա, խնդիր չեմ տեսնում։ Նախ վերցնում ենք լոլիկ։ Ինչայլոց տեսնում ես, քանի տեսակի լոլիկ կա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 տեսակի լոլիկ եմ տեսնում այս Մեր տեղականն էլ է բավական։ Հեռուստադիտողին հիշեցնենք, որ նկարումը կատարում ենք հոկտեմբերի 22-ին։ Եվ այս ժամանակահատվածում 5 տեսակի լոլիկ ենք տեսնում Նորզով սուպերմարկետում։ Հաջորդ գնումը որն է լինելու։ Լոլիկից հետո լինելու է սմբուկը եւ մենք գազար ունեինք տանը։ Կարող ենք գազար չվերցնել։ Շատ լավ։ Ստեփին չվերցնել հայերեն ասած։ Լավ, երբ որ բանջարեղենի բաժնում ավարտես, մենք շարունակենք մեր նկարանումը, լավ։ Շատ բարի։ Եկավ այն պահը, երբ Արփին պետք է օգնության հասնի։ Այո։ Արփ մենք կարտոշկա եւ սոխ ունենք, մի հատ կնայես։ Կարող ես նշել, որ լավ գին է առաջարկում Նորզով, կընդամենը 130 դրամ 1 կիլոգրամի դիմաց։ Սոխ ունենք, ահա, իսկ կարտոֆիլ լավ, ստեղ զոկա 130 դրամով լավ Կարող եք անվող ձմեռվա համար գնել։ Լավ, կարտոֆիլ կբերեմ, գազար ունենք, չէ։ Խոսքով մենք բանջարեղենի բաժնից գնեցինք լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ կծու, դդմիկ, թթու վարունգ, թե, բայց դա բանջարեղենի բաժնից չէ։ Հասկանալ է, հիմա մեր հաջորդ գնումը գլխավոր բաղադրատարը միսը, աղացած միսը, մեզ տավարի աղացած միս է պետք։ Ամսից պատսում է, որ շատ լավ ես հասկանում, նայեցիր մի անգամից, հասկացար, որ կտորն է կեզ կանչում։ Ժպտում ինձ, այո։ Յուղոտ միս, այ ես մեկը մոնսյոր։ Կողքը։ Չպես։ Աղանու համար ընկիր պետորա յուղոտ։ 400 գրամ։ Շատ լավ։ Յուղոտ միս 400 գրամ։ Մենք սպասում ենք քեզ դրամարկղի մոտ։ Շնորհակալություն, սպասեք ինձ։ Ես կմոտենամ։ Աբրահամ բավականին արագ վերադարձար։ Այո։ Հստակ գիտեր ինչ պիտի գնես։ Միայն մեկ անգամ զանգարեցիր կնոջդ։ Հա, ուղղակի կասկածում էի տանը սոխը ուղղակի ցանկանում էր, որպեսզի նա զգա, որ դու ուշադիր ես եւ եւս մեկ անգամ հարցնում ես ինչ է հարկավոր սիրելիդ։ Շատ ճիշտ կռայեցիք, շատ ճիշտ։ Էս կծու պղպեղները ամբողջ տեկիլա խմելու համար է։ Նաեւ։ Ինչ ենք խմելու այսօր։ Ինչ ցանկանանք։ Ինչ ցանկանանք։
Ես կնախընտրեմ կոնյակի իհարկե, բայց ոչ ուտելու ընթացքում դրանից հետո։ Բայց կարող եմ նաև ողի առաջարկել։ Եվ այսպես 7977 դրամ եւ ես առաջարկում եմ վճարել։ Դուք եք վճարում։ Առաջարկում եմ վճարել։ Վճարեք։ Շնորհակալություն, խնդրեմ։ Գնացինք։ Ահա։ Մենք մոտարապես արդեն 1 ժամ է ինչ վերադարձել են գնումներից եւ այստեղ ինչ է տեղի ունենում, հիմա դուք կմեկնաբանեք, խնդրեմ։ Նախապատրաստական աշխատանքները մենք արեցինք, մենք մեր տրամադրության տակ ունենք բանջարեղենը, միսը սառնարանում ենք դրել, որպեսզի իր համն ու հոտը չկորցնի։ Դա մենք նկատեցինք, որ արփին շատ բծախնդիր է ամեն ինչում։ Այո, լվանում է բանջարեղենը 2 անգամ։ Ես բծախնդրությունից ավել կասեի, ավելի նրբանակապ է։ Այո, շնորհակալություն, մեզ խմիչք եք հյուրասիրել։ Մենք վայելում ենք։ Նաև պանիր ու զեյթուն, այո։ Ես առաջարկում եմ ձեր կիսա թողած բաժակը գինել։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ ինչի համար են խմում կամ ում համար են խմում, խնդրեմ առաջարկիր։ Մեր հայկական ավանդական առաջին կենացը, բարով տեսանք։ Այդպես, բարով տեսանք։ Շնորհակալություն եւ մնացած սեղանի շուրջ ինձ թվում է։ Շատ լավ, եւ սկսենք պատրաստել։ Անպայման։ Ես նաեւ ուզում եմ մեր հեռուստադիտողին տեղեկացնել, որ դու զանգարեցիր մայրիկիդ եւ փորձեցիր եւս մեկ անգամ ճշտել բաղադրատոմսը։ Այո։ Դա մենք միշտ ենք անում։ Այո։ Ծնողների հետ միշտ խոսում եք այս կամ այն հարցի շուրջ։ Ես 7 տարի ուսանող եմ եղել ու մենակ եմ ապրել, այնպես որ խոհարարական արվեստը ինձ շատ հաճելի է։ Սկսենք գործել։ Սկսենք։ Եվ ինչ ենք անում։ Եթե կարելի է մեզ հետ դեմքով Հա, բերեմ, տեղափոխեմ բանջարեղենը, այսպես ասեմ, ու սկսենք կտրատել։ Այո, լվացած է։ Դանակը Գազօջախի տակ։ Որն է նախատեսված դրա համար։ Աբրահամ, ինձ հետաքրքիր է ձեր տան որոշումներ միասին եք կայացնում, թե Այսպես արտահայտվում մասնագիտական լեզվով բոլոր այն որոշումները, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն առնչվում են ընտանիքի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը եւ ինքնիշխանությանը, բացառապես կայացնում եմ ես։ Մնացած բոլոր հարցերում խորհրդակցաբար։ Ավելին հաճախ իմ կնոջ կարծիքը առաջնային պլան եմ անում մնացած բոլոր հարցերում։ Հմուտ եւ խորամանկ ամուսին ես։ Դե չի ասի։ Շատ մոռացեք ինչ կրթություն է ստացել։ Իդեպ տեղին է նշել ինչ կրթություն եք ստացել։ Քաղաքագիտական։ Բայց առաջին մասնագիտությունը կարելի է եթե այդպես ասել, որովհետև նույնքան ինձ հոգեհարազատ է եւ շատ նեղ շրջանակներում մեղմ ասած գիտեմ արևելագիտությունը, ինչ բան է եւ փորձում եմ նաեւ հմտություններս ժուրնալիստիկայում։ Պարզ է։ Աբրահամ, հաղորդման առաջին հատվածում դու ասացիր, թե ինչ է տվել քեզ Սիրիան։ Իմ հարցը հետեւյալն է, ինչ է տվել քեզ Հայաստանը։ Մի քիչ ավելի հաստ։ Հա։ Լավ։ Բայց մի հարց եթե կարելի է։ Մաման ինչ ասեց, սոխը ոնց պիտի կտրենք։ Կլոր։ Տելեսնաձև։ Չէ, կլոր։ Սենց է։ Հա։ Կարող եք եւս մեկ անգամ զանգարել։ Խնդիր չկա։ Ուզում ես։ Հա, որովհետև հետո նկատողություն կստանա, որ սխալ եմ սարքել։ Խնդրեմ զանգարեք եւս մեկ անգամ, բայց այն պահին, երբ որ ընդմիջենք։ Հա, իհարկե։ Ես հիմա քո խորհրդով ավելի հաստ կկտրեմ դրանք։ Իսկ իմ հարցին ակնկալում եմ պատասխան։ Եթե հիշում ես հարցը, եթե ոչ կարող եք կրկնել։ Հայաստանը ինձ տվեց
ամեն ինչ, առանձին իմաստով։ Հայաստանի ինձ որպես մեծ համալսարան, կյանքի մեծ համալսարան։ Մարդկանց հետ ճիշտ շփվելու մշակույթ, շրջայացություն եւ կյանքի բոլոր դժվարությունները համառորեն հաղթահարելու վճռականություն։ Բարձր։ Եթե այդպես է կպատասխանես, կշարունակես իմ նախադասությունը։ Հայ լինելը ինձ համար Պարտավորություն է, պատիվ եւ աշխատանք։ Շատ լավ, ընդմիջենք եւ կշարունակենք։ Խնդրեմ։ Լսի սոխը լուրջ ոնց ասել։ Դե զանգի։ Դե մի հատ զանգ եք էլի։ Զանգի։ Ինչալով հետարքիր է, որ Արփին մամայի հետ մամա է ասում։ Միշտ։ Դու ես տենց դրված դրել։ Ոչ։ Մամային մամա պետք է ասել։ Չէ, բացարձակ։ Բայց դու զոքանչիդ մամա չես ասում, չէ՞։ Չէ։ Դե հետ ինչ գենդերային հարցերա ծագում էստեղ։ Անկեղծ ասած, այսպես ասեմ, էլի մեր ընտանիքը մի քիչ սպეციფիկ է այդ առումով։ Պահպանողականի եւ ժամանակակցի Միքսն է։ հետաքրքիր խառնուրդ, հա, որտեղ չի կարող այնքան ժամանակակից լինել, որտեղ պահպանողականության հիմքերը կխարխլվեն եւ չի կարող մնալ պատմության խորքում, որպես պահպանողական, շատ ժամանակակից է։ Այն ինչ որ նշեցիր զուտ մամա բառի հետ կապված, ես ավելի շատ կապում եմ ոչ թե իմ դերակատարության հետ, որքան իր ներքին կուլտուրայի եւ ներքին աշխարհի հետ։ Всё, լավ։ Զանգեք, հանգիստ զանգեք։ Եվ այսպես թե ինչ է տեղի ունենում մեր խոհանոցում, այսինքն ձեր խոհանոցում, հիմա կմեկնաբանեք խնդրում։ Սմբուկը կտրատեցինք, լցրեցինք, նաեւ կարտոֆիլն ու սոխը։ Հիմա շատ հեզասահ կանցնենք գազարին, որից հետո լոլիկը կկտրատենք ու կդնենք, հետո կխառնենք արդեն միսը, համապատասխան համեմունքները եւ կդնենք ջեռոցի մեջ։ Մայրիկին զանգարեցիք։ Այո։ Եվ ինչպես էր հարկավոր սոխը կտրատել։ Բարակ, այո։ Կլոր թե լուսնաձև։ Լուսնաձև է։ խորանարդերով։ Երրորդ տարբերակը։ Ուրեմն ես հաճախ լսել եմ, որ արաբները շատ են սուտ խոսում։ Այդպես է, թե լեգենդ է նրանց մասին։ Հայերից ավելի շատ սուտ չեն կարող խոսել։ Այստեղ մարդկային որակների մասին պետք է խոսք գնա, ինձ թվում է ավելի շատ, որովհետև ստախոսություն եւ մարդկային բոլոր վատ հատկանիշները ազգություն, սահմաններ եւ Ստատիստիկան ինչ է ասում։ չի ասի այդպես, այ օրինակ արաբների մոտ ինչն է գնահատելի, ընդհանրապես բիզնես աշխարհի մարդկանց դա կհետաքրքրի, նաեւ կարծում եմ մեր հայ բիզնեսմենների համար լավ օրինակ կարող է դա ծառայել։ Արևելքը ընդհանրապես որպես իմաստության ակունք սիրում են իրենց պայմանավորվածությունները հիմնականում բանավոր ձեռք բերել, բանավոր պայմանավորվածություններ եւ խոսքը մի քանի $100 մասին չի, մի քանի միլիոն $-ի մասին է։ Բանավոր հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերել, որովհետեւ այդտեղ տղամարդկային հատկանիշները նաեւ չափվում են դրանով։ Թե ինչպես խոսքը կպահի։ Խոսքով ինչպես խոսքդ կպահես։ Եթե օրինակ դու ունես մորուք կամ դեղեր, Ես դե ինձ թվում է ամենայն դեպս դու բիզնեսմեն չես։ Առայժմ։ Եթե արաբ բիզնեսմենը իր գործընկերոջ հետ պիտի պայմանավորվածություն ձեռք բերի եւ նպատակահարմար չի, ենթադրենք տվյալ դեպքում ինչ-որ պայմանագրեր կնքել, սա անել, բյուրոկրատիայի վրա ժամանակ ծախսել, տղամարդը բռնում է իր բեղերը եւ խոստանում։ լուրջ։ Իհարկե։ Եվ այդ խոսքը արժե մի ամբողջ ցեղի ճակատագիր, մի ամբողջ Գերդաստանի ճակատագիր։ Մարդիկ մեր լեզվով ասած, ոչ ոք պարսկերեն ասած մուրհակը ձեռք են բերել բեղերից մի քանի թել կտրելով եւ թաշկինակի մեջ պահելով, երբ որ պարտկատերը իր պարտկա ամբողջությամբ կփակեր, կմարեր,
արդեն մյուս գործընկերը կվերցներ բոլորի ներկայությամբ թաղամասում։ Պարզ է։ Իսկ Եվ կանայք, կասեր որ տեսեք, ինքը իր պարտքը կատարեց։ կանայք են այդպես խոսքի Չէ։ չէ։ Կանանց ընդհանրապես իսլամական աշխարհում երրորդական, չորրորդական նշանակություն է վերապահված նվազագույնը։ Այնպես որ կանանց դերակատարումը դա էլ կա ճշմարտության մի երեսն է դա, որը օբյեկտիվ է։ Կանանց դերը շատ նսեմացված է, այսպես ասեմ, հատկապես թերզարգացած շրջաններում, իսկ ցիվիլիզացիային քաղաքակրթությանը մոտ շրջաններում շատ բարձր են գնահատում կանանց դերը։ Ինչ է տեղի ունենում այս պահին։ Հիմա լոլիկը կտրատում է արփին։ Այսպես շատ շուխուրով։ Պարզ է։ Աբրամ, իսկ դու հաճախ ես ստիպված լինում սուտ ասել։ Նկատի չունեմ եթերում, ինչու՞ չէ նաև միգուցե եթերում պետք լինի։ Սա փաստորեն այն նեղ թեմաների շրջանակից էր, հա, որ փորձում եք մտնել։ Աշխատում եմ հնարավորինս քիչ սուտ խոսել։ Աշխատում եմ։ Որքանով կստացվի, չգիտեմ, բայց ամենայն դեպս Եթե դա չի վերաբերում, հիմա գալիս եմ արտահայտությանը։ հա, Երբ որ զանգարում եք ճշտելու թե որտեղ է ձեր ամուսինը, հիմա գալիս եմ, միշտ Ինքը դա է։ միշտ շենքի դիմաց մոտավորապես։ ես այդ հարցում օրինակ իմ ամբողջ ընկերական շրջապատի նզովքին եմ արժանացել բազմիցս, որովհետև իրենք գիտեն, եթե ես ժամի 7-ն եմ ասում, իրենք հաշվարկով են գալիս 9:30 8-ի կողմերը, 8:30 կողմերը, ժամ կես մեջ կա, բայց դա իսկապես անկեղծ եմ ասում, ինձնից կախված չի։ Ինձնից կախված աշխատանքի բնույթ։ Պատկերացնում ես գերմանացիները ասեն ինձնից կախված չէ ճշտապահությունը։ Դրա համար իրենք գերմանացի են եւ ունեն Mercedes։ Ահա, իսկ մենք ինչ ունենք։ Ունենք երազ։ Ունենք երազ, դա էլ մնաց երազ։ Այո, երազը մնաց երազ։ Ունենք նաև նոր գործողություն, թե ընդմիջենք։ Չէ, մենք դեռ շարունակում ենք կտրատել այս բանջարեղենը։ Հաջորդ Թավան, գործողությունը հա, թավայի դերում լինելու է այսա, հա։ Ես թավան պատկերացնում եմ այսպես բռնակով, կլոր։ դա թավան Սահմանափակ է իմ ֆանտազիան։ Այո, թավան պարունակությունն է տվյալ դեպքում։ Կարևոր չի իրը կոչվի թավա, պարունակությունը։ Թավա թուրքերեն բառ է, նախ սկսենք դրանից։ Աբրահամ վերջին անգամ երբ եք թատրոնում եղել միասին։ Միասին։ Այո։ Մինչև մտածես, ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ այս հաղորդումը կարելի է դիտել չեն սպասում .am կայքում եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր մյուս բոլոր հաղորդումները չեն սպասում .am կայքում։ Երբ եք վերջին անգամ եղել թատրոնում։ Չեմ հիշում, իմ տիկնոջ հետ երբ եմ եղել վերջին անգամ զուտ զբաղվածության պատճառով։ Ես ձեզ հրավիրում եմ նոյեմբերի 29-ին դրամատիկական թատրոն դիտելու Սև դառը շոկոլադ ներկայացումը։ Սպասում եմ ձեզ։ Սուրեն Շաֆերյանի բեմադրությամբ։ Այո, պիեսի հեղինակը Էմա Պետրոսյանն է, իսկ գլխավոր դերերում Արամոն եւ Լուիզա Ղամբարյանն են։ Նոյեմբերի 29-ին դրամատիկական թատրոնում ձեզ սպասում եմ։ Համեցեք։ Այո, ժամը 20:00-ին։ Նա ավելի լավ գիտի։ Շատ շնորհակալ ենք, անպայման ներկա կլինենք։ Եվ դա որ ոչ թե կասենք կաշխատենք, այլ անպայման ներկա կլինենք։ Որն է լինելու մեր հաջորդ գործողությունը։ Հաջորդ գործողությունը լոլիկա ամբողջությամբ կտրատելուց եւ թավայի մեջ լցնելուց հետո Կշարունակենք։ Նաև շատ կարևոր բաղադրիչ կա այս գերագրատեսակում, սև սալատ նույնպես պետք է լցնենք։ Սա մեր մամայի գաղտնիքն է։ Բայց ոչ բոլորը այսինքն դեկտեմբեր ամսվա ընթացքում կամ հունվարին հնարավոր չէ պատրաստել այս գերագրատեսակը։ Ինչու ոչ։ Թե չիր կարելի օգտագործել։ Ոչ թե Սալորի չիր։ Մենք սարսափցիկից հանեցինք։ պահեստավորում ենք։ Օ, բարձ։ Լավ, ընդմիջենք եւ կշարունակենք։ Այո։ Հիմա համեմունքների ավելացման պահն է։ Շատ կարևոր պահ է։ Այո։ Սա իմ մայրիկի պատրաստած պղպեղի, կարմիր պղպեղի մածուկն է, հատուկ իր ձեռքով պատրաստած։ Ես խնդրում եմ եւս մեկ անգամ հեռուստադիտողին հիշեցնել, թե ինչ կա մեր թավայում։ Մեր թավայում կա սմբուկ, լոլիկ, սոխ, գազար, սալորաչիր, չէ, սալոր, Թարմ սալոր եւ եւ դդմիկ ամենաշատը։ այո։ Այսինքն առանցքում դդմիկն է,
խորանարդաձև Եվ կարտոֆիլ։ Կարտոֆիլը դարձյալ խորանարդաձև, լոլիկը։ Հիմա պետք է ավելացնել Սոխը։ մայրիկի պատրաստած կծու պղպեղը, հա։ Եթե կծու չէ։ Այնքան էլ կծու չէ, պղպեղի մածուկ։ Արևմտահայ իդեպ խոհանոցի բոլոր ճաշատեսակներում այս պղպեղի մածուկին մենք հանդիպում ենք, հատուկ համոբույր է տալիս եւ քիմ քշոյող։ Հետո ավելացնելու ենք սև պղպեղ, աղ, կարմիր պղպեղ։ Խնդրեմ, գործեք։ Խնդրեմ։ Ու նաև ջուր։ Բայց Մի քիչ մեծ սուրճի բաժակով ջուր։ ուզում ես բան սկզբից հետ միսը խառնենք, հետո նոր ավելացնենք էլի ջուրը։ Գործեք։ Մարանիկ ընկերությունը մեզ տրամադրել է տարբեր համեմունքներ, ինչքան ուզում եք, ինչ համեմունք ուզում եք ավելացրեք։ Վնաս չկա, կարծում եմ։ Դե ամեն ինչի չարաշահումից վնաս կա։ Բարձր։ Աբրամ, եթե հնարավորություն ունենայր ճամփորդելու եւ հնարավորություն ունենայր մեկ երկիր գնալու, սա ուղղակի ասում եմ, իհարկե մեկ երկիր հնարավոր չէ որ գնաս, բայց եթե լիներ հնարավորություն մեկ երկիր գնալու, որ երկիրը կլիներ դա եւ ինչու։ Մենակ թե աշխատանքային, թե ընտանեկան նկատի ունեք։ Կարևոր չէ։ Դե դրանք բայց իսկապես Ընտանեկան։ շատ տարբեր են։ Շատ տարբեր են, որովհետեւ ես իմ կնոջ Լավ, հետ մեկ երկիր հնարավորություն աշխատանքային, չեմ մեկ երկիր ընտանեկան։ Մեկ երկիր ընտանեկան ես կնոջս վաղուց եմ խոստացել, որ պիտի այցելենք Չինաստան։ Վալենսիայի ոսկե ծովափեր։ Օ, Այո։ Փորձենք այդպիսի բան ստանալ, իսկ զուտ ինձ համար կուզեմ բացահայտել Նեպալը, Լաոսը։ ինչու։ Բուդդիզմի ակունքներ կուզեի գնալ ու ծանոթանալ ավելի մոտիկից եւ Բուդդայի արձանը կուզեի տեսնել։ Եվրոպա չէ, Եվրոպան տեսել եմ։ Բայց արևելքը մի քիչ շատ սուբյեկտիվ կարող եմ լինել, բայց արևելքը աշխարհի հիմքն է։ Արևելքը ակունքն է։ Եվ իմաստասիրության առումով, եւ կենցաղի, եւ հետաքրքրության ընդհանրապես ինձ համար ամենայն դեպս։ 18 տարեկանում դու եկար Հայաստան։ Այո։ Այդ ժամանակ Հայաստան գալուց ինչից պետք էր վախենալ, երբ որ եկար Հայաստան, հա, օտարազգի, դու օտարազգի չէր, բայց դրսում ապրած հայ էր։ Եկար Հայաստան, այլ ինչից էր պետք վախենալ եւ զգուշանալ եւ արդյոք այս 15 տարիների ընթացքում ինչ որ բան փոխվեց, թե ոչ։ 17 17 հաշվարկս թույլ էր։ 17 տարի 2 ամիս։ Կեցես։ Ինձ թվում է ցանկացած վայրում, ով որտեղ էլ հայտնվում, պետք է վախենա գայթակղությունից։ Այսինքն Կյանքի բոլոր գայթակղություններից, եթե դրանք չափավորված չեն, եթե դրանք վերահսկողության չեն ենթարկվում, չեն վերահսկվում։ Հայաստանում կային այդպիսի գայթակղություններ, որոնցից պետք է 18 զգուշանալ։ տարեկան երիտասարդին, որը եկել է սովորելու, ուսման նպատակով, փակ հասարակությունից, իհարկե, ոչ Անբարոյական կանայք իհարկե։ Եվ իմ հասակակիցները գնացին դեպի կործանում դրանով։ Մի խոսքով ոչինչ չփոխվեց այդ տարիների ընթացքում։ Իհարկե ոչ։ 17 տարվա ընթացքում ոչինչ չփոխվեց։ Մտածողությունը դա զարգանում։ Այն ժամանակ փողոցում ավելի վտանգավոր էր ընդհանրապես, քան հիմա։ Իհարկե։ Ապահով է հիմա։ Որ թվականն էր։ 99։ Վերջ այսքանը։ Դեռ համեմունքներ էլ պիտի ավելացնենք, չմոռանանք, որ Այո։ արևմտահայկական խոհանոցում Պղպեղի մածուկը, պատվավոր տեղ ունի։ եթե չասենք առաջնա։ Սարի այսօր։ Ավելացնում ենք համեմունքներ եւ տեղադրում ենք ջեռոց, սպասում Այո։ կես ժամ, հա։ Կարծում եմ փոքրինչ ավելի։ 40 րոպե։ 40 րոպե եւ 40 պատրաստ է մեր թավան։ Իհարկե։ Թավայի մեջ չէ ուղղակի։ Մի քիչ հիմա ձեթել կավելացնենք, որպեսզի մածուցիկությունը Բայց Իդեպ քանի հոգու համար է պատրաստված։ Տեղը չէ, արի մի քիչ տարածելով։ տարածենք։ Քո կարծիքով Աբրամ քանի հոգու համար է այս կերակատեսը։ Սա Այս բանջարեղենը փոքրանում է, կներեք ես ուղղակի պատասխանեմ, իսկ սխալ պատասխան գտա։ 4 հոգու համար թե ավելի։ Չէ, ավելի։ 6-ից 7։ 6-7։ Դե մենք նախատեսել էինք, որ դուք կգաք շատ սոված։ Այո։ Դրա համար չափաբաժինը կրկնակի արեցինք։ Անկուշտների տպարություն ենք թողնում ձեզ։
Չի ասի, սովածների ես կասեի։ Ես կարծում եմ ամեն ինչ པարզ է։ Սպասենք 45 րոպե եւ կհանդիպենք արդեն սեղանի շուրջ, լավ։ Լավ, շատ բարի, կարելի այո, սև փղփղը մի քիչ էլ ավելացնել։ Всё։ 99 թվին այդ ինչ գայթակղություններ կային, լավ, դու էլ պատասխանեցի։ Առանձնապես ոչ այն ժամանակ պրոստիտուցիա կար Հայաստանում, առանձնապես որ կազինոներ կային, հիմա ավելի շատ է։ Ամեն ինչ էլ կար։ Ոչ։ Հիմա ավելի շատ է։ Դե պարզ ասենք կյանքը զարգանում է։ Պրոստիտուցիան պարլամենտում հիմա ոնց է զարգացել։ Միշտ էլ եղել է, միշտ էլ Կուլմինացիային է հասել։ Սեպտեմբերի 22-ից 91 թվականի այդ ամբողջը զարգացավ մեզ մոտ փոխանակ նահանջի։ Դա մենակ Հայաստանի պրոստիտուցիան չէ, ընդհանուր պոլիտիկան պրոստիտուցիա է։ Չի ասի, եթե իհարկե դու այդ հոգեբանությամբ ես մտնում, որ անպայման պիտի կեղտոտվես, քեզ համար խաղապար կլինի կեղտոտվելը, բայց քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում անբարոյական լինել, էլի։ Հա, մի օր ընտրություններին մասնակցես, ընտրվես ազգային ժողովի падգամավոր, հետո իտակ-դալ։ Սուրեն ի տարբերություն Դավիթի, դու հերթական անգամ միջամուխ ես լինում։ Այն նեղ դաշտը, որտեղ բացահայտման ենթակա չէ, դա բացառապես իմ եւ իմ կնոջ իրավունքն է։ Ոնց։ Եվ տիրույթը։ Լավ, արդեն անձնական չի, կարիերայի մասն եմ խոսում քո։ Գերադասում եմ հիմա չպատասխանել այլ։ Լավ։ Եվ այսպես անցավ 1 ժամ 38 րոպե։ Մի քիչ էլ ավելին։ Այո։ Որն էր պատճառը, հիմա դուք կմեկնաբանեք։ Դե պիտի անկեղծ լինենք, խոստովանենք, որ Ձեր ջեռոցը ջեռոցի բենեֆիսներ։ Բեմելներ, այո, բեմելներ ձեր լեզվով ասա։ Բայց հետարքիր տեսք ունի։ Մեկնաբանեք ընդհանրապես ինչ ունենք սեղանի վրա։ Ունենք մեր թավան, որը թավայի մեջ չի, բնականաբար։ Որը սովորաբար առավելագույնը 1 ժամում պետք է պատրաստ լինի, երբ որ արդեն դրված է ջեռոցում, բայց քանի որ մենք ջեռոցի ռեժիմին դեռևս շատ ծանոթ չէինք, Արդեն ծանոթացանք։ Հումուս կա այստեղ։ Հումուս կա, սմբուկ կա, մութաբալ, մուհամարա կա, որը դարձյալ պղպեղի հետաքրքիր Շատ համեղ է եւ հատկապես երբ որ կծու է լինում։ եւ սխտորի մածուկ կա, որը շատ համեղ է։ Սա ինչ է, նայեցեք։ Սա լոբի է, որը կոչվում է արաբերեն ֆուլ, հետաքրքիր։ Իսկ այդ կողմում ինչ ունենք։ այս կողմում ունենք սիրիական դարձյակարմիր պղպեղի մածուկով պատրաստված հաց ու Բյորեկ ունենք, մի հատ մի հատ մնաց ընթացքում կերանք։ մինչև թավը պատրաստ։ Դե, կարող չես սկսել։ Հա իհարկե, Մենք արդեն 6 ժամ միասին ենք։ Անպայման պետք է նշել, որ Այս ճաշատեսակը բոլորովին գինու համար չէ, կամ գինին այս ճաշատեսակի համար չէ, բայց քանի որ պիտի Մենք գինով ենք սկսել այսօր։ այո, դե ավարտեք նրան։ Ում կենացնենք խմել։ մեկ կենացա։ Մեկ կենաց։ Հա իհարկե, իհարկե։ Եվ Տանջվեցինք եւ երկրագնդի վրա խաղաղություն լինի։ Այսօր Սիրիայից շատ խոսեցինք։ սկսած Հայաստանից։ Այո։ Ահա։ Դե հիմա այդ թող Տամ, չէ, ինչ է տամ։ Ես ուզում եմ ես, հա, չէ, ճիշտ չի տենց սկսել։ Ճիշտ է, ուղղակի Չէ, մի հատ ասեք, եթե պետք է ճիշտ է, Չէ, ճիշտ է։ ճիշտ է նախոտել։ Սոխն էլ էստեղ է, Սա այս հացը։ նենց որ Չէ, հաց ես չեմ ուտում, ճիշտն ասած։ Ես սկսեմ ֆուլից։ Կարելի է։ Հա, դիետիկ նպատակներով։ Հա, նաև։ Չէ, ասում են վնաս է հացը, դրա համար շատ հաց չեմ։ ում ավանաս։ Ինձ։ Կարող է։ Սև հաց, շատ քիչ։ Կարող է քեզ եթերն էլ Քանի ավանաս։ եթերն էլ ավնաս, այո։ Քանի լոբիա պետք դնե։ Լոբիա չէ՞։ Ինչքան ուզես, այո։ 2, 4, 6, 7 լավ։ Լավ թիվ, խնդրեմ։ Առանց հաշվի Դժվար օր էր, չէ՞, այսօր մեզ հետ։ կանաչվել։ Հաշվի առնելով, որ մեր օրը շատ վաղ էր այսօր սկսվել, Չէ, ինչ որ երկար ենք իրար հետ ու ընդամենը պատրաստեցինք թավա։ Մնացածը կար։ Ինձ թվում է այստեղ ավելի շատ ջեռոցի հետ վարվելու անփորձությունից էր գալիս։ մենք այսօր վարքական ուժակել։ Եթե մենք ձև իմանանք, սա առավելագույն 40 րոպեում ինքը պետք է դի։ Ուրեմն այս ֆուլը ունեք, կարելի է ֆուլով բավարարվել այսօր։ Շատ լավ է։ Բայց ոչ Դուր եկավ քեզ։ մարդու համար։
Շնորհակալություն, իսկապես Թրեմ արևելյան խոհանոցը շատ համեղ է։ Ձեզ օրվա լավ շարունակություն։ Մենք ենք շնորհակալ, որ հյուրընկալվեցիք։ Բարով եկաք, նորեն համեցեք։ Մենք կհիշենք ձեր առաջարկը։ Ցտեսություն։ Հաջողություն։ 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 Ոնց էր։ Ես ուզում եմ քնել։ Հավեսով տղերք էին, չէ՞։ Հավես է։ Կարելի է երկրորդ անգամ էլ ընդունել իրենց, բայց շատ չխմեն։ Հավատացնում եմ ձեզ, որ շատ հաճելի էր առնչվել արևելյան խոհանոցի հետ։ Հետաքրքիր էր եւ բազմազան։ Դիմադրենք քաղցին միասին։